Պարոն Պապոյան, այսօր Նորքի թաղապետարանում դաժանաբար ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Խնդրեմ գործընկերոջից, եթե հնարավոր է, ձեր դեմքի արտահայտությունից հասկանալի է, որ չեք դիտել, բայց մասնակից է եղել նաև Նորքի թաղապետը։ Դուք նայել եք այդ տեսանյութը, որ խնդրեմ կբացեք YouTube-ով նայեք։ Չէ, հիմա նայեք, որպեսզի հասկանանք ձեր համար դատապարտելի է այդ արարքը եւ որպես նախարար կարող եք օրինակ միջնորդել, որպեսզի ավականին որոշում կայացնի եւ թաղապետին հեռացնեն աշխատանքից։ Ես իրավունքներն ու պարտականությունները հստակ գիտեմ, բայց մի բան կարող եմ ասել, որ բռնությունը անթույլատրելի է։ Եւ ինչ եք ակնկալում իրավապահներից։ Թաղապետն էլ է բռունցքով հարվածներ հասցրել եւ խմբակային ծեծի են ենթարկել։ Դեք մենք օրենսգիր, վարչական, քրեական, տարբեր հարցերի եւ խնդիրների լուծման համար քաղաքական մոտեցումը, քաղաքացիական պաշտոնյայի վայել է դա։ Ես քաղաքացիական պայմանագրի կուսակցության մոտեցումը կարող եմ ասել, մեզ համար բռնությունը անթույլատրելի է։ Ու դուք դա հազարավոր դեպքերով գիտեք, երբ որ պետական պաշտոնյաները ենթարկվում են տարբեր տեսակի բռնությունների, վերբալ բռնությունից մինչև ուժային բռնությունների եւ բոլոր դեպքերում մեր դիրքորոշումը եղել է միշտ մեկը։ Բայց այդ դեպքում, երբ որ լրագրողին հարվածեց ձեր նախարարը, լրագրող Փայլակ Ֆահրադյանին, երբ որ հարվածեց այսօրվա ազգային ժողովի փոխնախագահը, ինչու չդատապարտվեց եւ նա քաղաքական գնահատական այդ ամեն ինչը ստացել է, դուք շատ լավ գիտեք։ Բայց նա շարունակեց պաշտոնավարել եւ որևէ ձևով չի շարունակել։ Հիմա պաշտոնավարում է, հիմա պաշտոնավար։ Այսինքն դուք ուզում եք ասել աշխատանքից ազատվեց նրա համար, որ Փայլակ Ֆահրադյանին հարվածել է։ Ես ուզում եմ ասել, որ այդ դեպքից հետո պարոն Արշակյանը հրաժարականին ներկայացրել եւ ընտրվել է ժողովրդի կողմից ազգային ժողովի։ Ժողովուրդը ընտրել է եւ այսինքն իր համար այդքան էլ ձեր քաղաքական ընկալման մեջ, ձեր թիմի քաղաքական ընկալման մեջ լրագրող ծեծող պաշտոնյան նորմալ է, հա, որ հետո մասնակցում է ընտրություններին եւ դառնում է ազգային ժողովի պատգամավոր։ Ցուցակի առաջին համարներում է լինում։ Ընտրում է որևէ մեկին, ուզում է դա լինի քրեական անցյալով հայտնի օջոս քաղաքապետ, թե որևէ ինտելեկտուալ ազգային ժողովի պատգամավոր, էական չի, ամբից անցյալով։ Միշտ պետք է հարգել։ Վարդան Ղուկասյանին ինչու եք դատապարտում եւ Մարտուն Գրիգորյանի մեղադրում նրան իր ձայները տալու համար։ Ընդունել ի գիտություն, որ դա ժողովրդի որոշումն է եւ Վարդան Ղուկասյանին մեղադրում եք ձեր իշխանությունում խոսույթը այդ բռնությունների ատելության նաեւ շատ կա իշխանության ներկայացուցիչների մոտ թեկուզ լրագրողների հետ խոսելու առումով վատ ես անընդհատ տեսնում եւ զգում եմ պատգամավորների, կառավարության անդամների, պաշտոնյաների նկատմամբ խտրականություն, վատ իմաստով, բացական իմաստով, անընդհատ բռնության կոչեր, անընդհատ դա շատ վատ է եւ գիտեք նաեւ դրա մեջ ինչ որտեղ դերակատարում ունի այդ երկակի ձեր մոտեցումը, էլի, այսինքն գիտեք օրինակ պաշտոնյանին կարելի է հայհոյել, պաշտոնյանին կարելի է բռնության ենթարկել։ Դուք նաև նկատի ունեք Աշոտ Սիմոնյանին, դաշնակցական պատգամավոր, որ խմբակային ծեծի ենթարկվեցին կարմիր բերետավորների կողմից։ Դուք նաև Աշոտ Սիմոնյանին նկատի ունեք։ Բայց նկատի ունեք օրինակ Աշոտ Սիմոնյանի, որ մինչ օրս որևէ դուք չեք հիշում Արթուր Դաշնակցության գրասենյակի առջև բողոքի ակցիայի ժամանակ խմբակային ծեծի է ենթարկվել պատգամավորը կարմիր բերետավորների կողմից։ Դուք չեք տեսել դա։ Դիմել են, բայց որևէ բերետավոր չի պատժվել։ Հենց այդպես։ Արդեն 1 տարի է անցել։ Պատասխանատվության չի Երբ որ ծեծել էին ազգային ժողովի պատգամավորների։ Չէ, երբ որ ով էր ծեծել։ Թե որ ծնողներին էին ծեծով բերման ենթարկել։